նախ եւ առաջ պետքա հետաքրքրվեին Սերժ Սարգսյանից, թե այդ ոնց եղավ, մենք օրերս ինֆորմացիա ենք ստացել, որ ֆլեշի բարսեղը, որը որ փոխկապակցված անձ է Սերժիկ Սարգսյանի մանկության ընկերն է, այդ ֆլեշի սեփական ատենն է, Արադ բանկի սեփական ատենն է, որտեղ որ նաև փայ ունի Սերժ Սարգսյանը, թե այդ ոնց է հիմա Դուբայում շենք կառուցում ֆլեշի բարսեղը, այդ ում փողերով Սերժ, դրա մասին խոսա, այն փեսեն, այն իմբիցիլը, դուք դրա փեսում տեսել եք Արտուր, Միքայել Միասյանը ինչ այդ, Գոմիկի տրանսգենդեր է երևի նայում ես դեմքին, դու հիմա Սերժ դու գամ ես պատմի, թե Միքայել Միասյանը այդ միլիոնները ոնց է Հայաստանից տարել դուրս, այսինքն այն ամենակարևոր հարցերին, որ պետքա պատասխաններ հնչեն, գոնե մարդը ափսոսանք հայտնի, գոնե ինչ-որ, չգիտեմ, էշ դուս է տալի։ Ասեն հայ ժողովուրդը ձեզ մեղադրում է այս հանցանքների մեջ, ոչ թե թեխի 2018-ին տվեցիք։ Ես բացարձակ թքած ունեմ, թե ինքն ու Ռոբերտ Քոչյանը ինչ խնդիր ունեն, խիեն իրարից նեղացել, խիեն իրար գզում, չնայած գիտեմ, իրար այն ամենավերջի քֆուները տալիս են, ասեմ իմանաք, հելնում տելևիզորով ասում են մենք մարտական ընկերներ ենք, էլ մերուկանիկ են իրար քրվում իրանց այդ հետիները, փաստերով ամեն ինչով ունեմ, Քոչյանի Գերասյանից մարդը դուրս գալի 5 րոպե հետո Սերժին մեկ է քրվում Տելեգրամում։